Ոչ միայն ունեցել ենք, հիմա էլ ունենք, անում ենք, ուղղակի չէ ուզենա պնդումներով ասել, որովհետև ամեն դեպքում այդ պահին թվացյալ խախտումը անմիջապես հրապարակում ենք, հետո ինչպես պարոն Մխիթարյանը ասեց, մեր ամփոփիչ հաշվետվության մեջ արդեն կդնենք վերջնականը ու հաշվի առնենք նաև, որ դեռ ընտրությունները չեն ավարտվել ու էլ բնականաբար կավելանան խախտումներ եղած օրինակներով, հա, եթե կարելի է։ Դա օրինակներով, չգիտեմ, պաստառներից սկսած, տարածքը հաշվի առված չի, ինչ հեռավորության վրա է փակցված, տեղում հիմա անդադ ստանում ենք տարբեր տեղեկատվություն, մամուլում էլ կա, որ ոնց որ թե հաստատվեց, չէ՞ պարոն Մխիթարյան, կրկնակի քվեարկության դեպքը, հաստատվեց, որը ակնհայտ արդեն հիմնավոր կասկածի տեղիք է տալիս, որ ենթադրյալ հանցագործություն է տեղի ունեցել ու շատ են, ուղղակի մի քիչ ժամանակ է պետք, որտեվ անդադ շատ է հոսքել, հեռախոսս հենց հիմա անդադ շարժվում է գրպանումս, որտեվ անդադ տարբեր տեղերից ուղարկում են, մենք էլ դրանք ֆիլտրում ենք այդ պահին հնարավորինս արագ, ինչքան որ կարող ենք, հələ որ հրապարակելու մասով ենք, էլի։ Կարող են դրանք ազդել ընտրությունների ելքի վրա ձեր գնահատականին։ Քանի որ այս պահին մասնակիցների թիվը մեզ հայտնի դեռևս 1/4 է մոտավորապես, իսկ անկեղծ ասած չեմ հաշվել մեր հենց հայտնաբերած խախտումները, չեմ կարող այս պահին այդպես պատասխանատվություն վերցնեմ ու ասեմ։ Մասնակցությունը բարձր է նախորդ ընտրությունների համեմատ, որը կրկնակի բարձր է, ժամը 14:00-ի դրությամբ, եթե մի քիչ ավելի շատ քիչ հետո լիներ, 17:00-ի տվյալներն են մենք ամփոփեինք։ Նախորդ ընտրություններին, քանի որ երկու տարբեր համայնքներ են, Խոյի համայնքը եւ Էջմիածինը, ընդհանուր մասնակցել էր, եթե չեմ սխալվում, 18000 մարդ, այս պահին 14:00-ի տվյալն ունենք, որ 16000-ի է հասնում մասնակցողները։ 17000 մոտ ու այդ արդեն ցույց է տալիս, որ 14:00-ն եթե հաշվենք ուղիղ մեջտեղի հատվածն է, այդ մեզ հնարավորություն է տալիս ասել, որ գոնե այդ պահի դրությամբ արդեն իսկ նախորդ ընտրությունների չափերը, այսինքն եթե ուղղակի մաթեմատիկա անենք, կդառնա, որ կրկնակի ավել է, էլի այդ պահի դրությամբ, այնպես որ հուսով ենք, շատ ուրախ ենք, որ մեր ժողովուրդը գնում է ընտրությունների, մեր արած առաքելության հիմնական իմաստներից մեկն էլ դա էր, որ ժողովրդին վերադարձնենք հավատ իրենց սահմանադրական իրավունքները իրացնելու հետ կապված հարցերում։